Իրենց ասել են իրենց ամեն ինչ կարելի է, կամ իրենք են իրենց վերագրել, որ իրենց ամեն ինչ կարելի է, ասում այդ մարդը շատ ճիշտ ասեցիր, բա դրա տեղ որ չդնի։ Դու պատկերացնում եք ինքը վստահ է, որ անասնակերը կբերի, կկերցնի ու կմարսի։ Անասնակերը բերել։ Եկեք բան անենք, հա, դինենք օբյեկտիվ չէ, բան։ Ճիշտ ծուրը նստենք դուզը խոսանք։ Նիկոլ ընտրա զանգվածին անասնակերը հասնում է։ Որտեվ մենակ անասունը կարար չմտածելով ընտրեր Նիկոլ Փաշինյան։ Եվ ընտրություններին չմասնակցել։ Իրանք նստած են իրաց փոխարեն ուրիշը պիտի գնա անի։ Այսինքն այդ անասնակերը ձեր ընտրության արդյունքն է։ Ու դուք ընտրելով Նիկոլ Փաշինյանին արժանի եք անասնակերի։ Հիշեք դա։ Ու հաջորդ անգամ ընտրություն կատարելիս լավ մտածեք։ Ինչ կեր են բերելու ձեր երեխեքի կոկորտը լցնել։ Արմին ինքը լավ է մտած, ինքը դա ասում է 20 թվից հետո, այսքան զոհերից հետո, այսքան տարածքը տալուց հետո ինձ ընտրել են, բա անասնակերն ինչա որ չմարսեն։ Այդ ինչա որ չմարսեն։ Եթե դա մարսել են, այս մարսելու են ու մարսեն, բայց դրա փոխարեն ձեզ հմեկով կկերցնեն միանից։ Հաց է բերում, հաց եմ տալիս, Ադրբեջանով հաց է, ցորեն է գալիս, խաղաղություն, գմգմփու, մեկ էլ հանկարծ ասում են անասնունի կեր են բերել, են էլ թունավորված Արմին էի դե։ Դե արդեն թող սննդի անվտանգության մասնագետները դրանից խոսեն, որովհետև ես ոչ այդ ցորենն եմ տեսել, ոչ ցորենից գլուխ եմ հանում, որ հասկանամ թունավորված է թե թունավորված չէ։ Ղազախստանից է եկել եւ Ղազախստանից այդ բաները թղթերով բացահայտված։ Ես քանի որ ես մասնագետ չեմ, երեք շատ երկար ու մանրամասն խոսակցություն եմ ունեցել մասնագետի հետ, որը ինձ շատ պարզ բացատրեց եւ օրենքի տեսանկյունից եւ սննդի անվտանգությունից։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ ցանկացած ուրիշ պետություն, ունի նաեւ անասնակերի կարիք։ Այսինքն ներմուծվում է անասնակեր, որից պատրաստվում է կոմբիկեր եւ դա վաճառվում է արդեն ֆերմերներին, որ իրանց կովերին եւ բանին անասունին կերտան, այսինքն անասնակեր առնելու կամ անորակ ցորեն առնելու հանգամանքը դեռ հանցագործություն չի։ Բայց ինչ վարքյան։ Ինչ ուզում են թող ներկայացնեն հարցեր։ Ցորեն ենք բերում։ Այ էլի ցորենն է։ Հա դե ցորենի են կարգը որ տալիս է։ Ինքը չի ասել է ես առաջի կատեգորիայի ցորեն եմ բերել, ինքը ասում է մեզ հաց են տալիս։ Հացա։ Հացա, այդ էլ է հաց։ Հանցագործությունը սկսում է երկու պահից։ Առաջի պահը պետք է նայել փաստաթղթերով ինչ ցորենա ըստ փաստաթղթի գնվել, այսինքն ինչ փող են տվել այդ 4-րդ կարգի ցորենի համար։ Եթե փաստաթղթով նշված է, որ իրանք առաջի կարգի ցորենի փող են տվել, որտեվ 4-րդ կարգին է բնական է, որ մի քանի անգամ էժան պետք է լինի, բայց բերել են 4-րդ կարգի, այստեղ մենք խոսում ենք բյուջեի մսխման մասին։ Դա իրականում բաց տեղեկատվություն պետք է լինի եւ դժվար չի պարզ հաշվառում անել եւ հասկանալ իրանք 4-րդ կարգի ցորենին ինչ փող են տվել եւ առհասարակ շուկայում դա ինչ արժի։ Դա առաջին մասը, որ հանցագործությունն այսպես կրող հատվածը։ Երկրորդ հատվածը ինչ կատեգորիայի ցորենի տակ դա կվաճառվի։ Այսինքն եթե դա իրոք գնաց զավոդներ ու դարձավ կոմբիկեր եւ բաժանվեց անասուններին, այստեղ հանցագործություն չկա։ 4-րդ կարգի ցորենը բերել են, սա վերածել են կոմբիկերի եւ տվել են անասունին, օքեյ։ Բայց եթե նրանք դա բաժանեն փուրերին եւ փուրերը սկսեն որպես առաջի սորտի ցորենի ալուրից պատրաստված հաց վաճառել բնակչությանը, այստեղ արդեն մենք ունենք հանցագործություն։ Կարող արդեն վաճառել են տեղյակ։ Եթե այս բացահայտումը չլիներ, դուք սրա մասին ինչ որ մեկը խոսելու էր, իմանալու էր ու չէին անելու։ Դե չեն կարա չբացահայտվեր, որովհետև ոլորտներում կան մարդիկ, որոնք իրոք հասկանում են այդ ամենը։ Տենց բաներ են մեզ կերցրել Արմինե։ Դե 7 տարի տենց բաներ են արել, որ նատել։ 7 տարի ինչ ասես արել են։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հանցագործությունների մասին, այս երկու
կետն է, հա, ու եթե թույլնավորված է, եթե ցանկացած մեկը կարա գնա այդ ծորենը վերցնի, իր հոժար կամքով գնա, մի քանի հազար դրամ է, վճարի համապատասխան լաբորատորիաներում տեսնի թույլնավոր է, թե թույլնավոր չի։ Այստեղ ամենակարևորը էս ամբողջ պատմության մեջ ոչ ծորենն է, ոչ ծորենի կարգն է, այլ այնա որ քարոզչական մեքենան մեզ փորձում էր կերցնել կոմիկերի հետ միասին, որ մենք Ադրբեջանով հաց ենք բերում։ Այսինքն այստեղ շեշտը ոչ թե հաց բերելու վրա էր, այլ Ադրբեջանի տարածքով հաց բերելն էր։ Իդեպ ասած շատ թեթև ես չուսումնասիրեցի թեման, բայց ասեցին որ Սյոժը Վրաստանով է եկել։ Էդեն խափել։ По-моему, հա, վստահ չեմ, որովհետև չհետևեցի թեմային, էլի։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այստեղ ամենակարևորը ոչ թե կոմբիկերն է, այլ այդ քարոզչական բանն է։ Ես ուզում եմ հիշեցնել մի դեպք 92 թվականին, երբ որ Հայաստանում մնացել էր ընդամենը 24 ժամվա ծորեն, այն պատերազմի թեժ ժամանակներ, երբ որ Հայաստանում մի հատ հացահատիկ չկար եւ 24 ժամ հետո Հայաստանը մնալու էր առանց հացի, նույն սփյուռքահայերը, որոնց Նիկոլ Փաշինյանը հիմա բան է արել, էլի ռեպրեսիաների է ենթարկում եւ արգելում է իրանց մուտքը Հայաստան եւ առհասարակ ճեղք համացրել Հայաստան սփյուռք կապի մեջ, այս սփյուռքահայերը գոսդեպի միջոցով պարտադրում են Թուրքիային եւ Թուրքիայի սահմանը բացվում է եւ Հայաստան մտնում է մի քանի ֆուր չէ, պոեզով, երկաթ գծով գալիս է հաց։ Այսինքն Թուրքիայի մենք կարող ենք ասենք Թուրքիան մեր աղբերն է, տեսակ նեղ մոմենտին սահմանը բացեց, հացը ուղարկեց, իրականում դա այդպես չէր։ Թուրքիայի դեմը դրեցին, ասին կբացես ու բաց կթողես այս բաները, գնացքները, եւ Թուրքիան ենթարկվեց։ Հիմա ես վստահ չեմ Ադրբեջանով է եկել, թե Ադրբեջանով չի եկել, բայց այս անգամ եթե ենթադրենք Ադրբեջանով է եկել, ապա դա հոժար կամքի եւ բարեկամական վերաբերմունքի դրսևորում չի։ Դա պարտադրանք ա եղել ինչ-ինչ պատճառներով։ Հետո էլ բարձմա կոմբիկերը։ Մարդը ապուշ լինի, որ մտածի, որ մի իշխանություն, որը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության սննդային անվտանգության աղբյուրը, որովհետև Հայաստանի Հանրապետության հացահատիկի հիմա տոկոսները չեմ հիշում, բայց մոտ 50%-ը 100 միլիոն դոլարի միայն ամեն տարի ծորեն ենք բերել Արցախից։ То есть Արցախը մեզ հաց էր տալիս, Սյունիքը մեզ հաց է տալիս, այսինքն մեր Հայաստանի Հանրապետության հացահատիկի պահանջի մոտ 70-ից ավել տոկոսը ապահովում էին Արցախը եւ Սյունիքը։ Արցախը հիմա չկա, այսինքն մարդը նստել է բանին, ճյուղին, սենց սղոցել է այդ ճյուղը, զրկել է Հայաստանին հացահատիկից ու հիմա մեծ անասունիկեր է բերում, ասում Ադրբեջանի տարածքով անասնակեր է եկել մտել Հայաստան։ Դու անասուն չես, լսի։ Լավ, նյուժելի այս երկրում չկան մարդիկ, որ այդ ամեն ինչը հետևում են ու բան են անում, գիտակցում են այդ քարոզչական մոմենտը, որ մեզ կոնկրետ իրոք անասունի տեղ դրած խափում են։ Հիմա Էջմիածնում ով որ գնա այդ Մեխակյանին ընտրի, ով է։ ԿՊ-ին, այդ մարդը ԿՊ հերոսի տղա է իր հորարևին, որ գնա դրան ընտրի կամ Վազգեն Սարգսյանի իդիոտ, իդիոտ էլ չի, չգիտեմ ինչ է, որ այն էլ ամեն օր թվում որ գերեզմանի վրա։ Դե հիմա Չէ, եթե հիմա դուք վաղար շաբաթում գնալու եք այս կամից հետո որ ձեզ անասունի կեր են բերել, դուք գնում եք այդ մարդը իմիջիալոց չի էլ հրաժարվում, երեք ափսոս բան չարեցի, չառանձնացրեցի, դուք տեսնեք ոնց է խոսում ԿՊ-ի մասին, ես 18 թվականից իրանց հետ եմ եղել, մեր ինչ ժողովուրդը վստահել է, ԿՊ-ին վստահել է, Նիկոլին վստահել է, հետո էլ է վստահել, ես վստահեմ, հիմա էլ է վստահելություն ժրել էր։ Երեք խոսում ասեն ժրելով, ժողովուրդը, որտեղ ժողովուրդը վստահելի ասել է լավ եք անում անասունի կերեք տալիս։ Ուշադրությունը ուզում եմ գրավեմ այդ երիտասարդի անձի նկատմամբ։
Այդ Մեխակյանը ինչա, Վաղարշապատի ԿՊ-ի տեխնացուն, Նիկոլի տեխնացուն։ Այո։ Աթելը տնտղեք, ինչ որ շատ տարօրինակ է գցնում Նիկոլին։ Հա, գործեր կարող ալնի վրան։ Հա։ Տակը հանկարծ բան չլինի, մեր Նիկոլին հանկարծ վտանգ չսպառնի։ Հա, մի քիչ չափից շատ է, չէ՞, Շատ ԿՊ-ին ճիշտ ես ասում։ Հա, ուշադրություն դարձեք, որտեվ Կարող է վախից է կամ դավաճաններն են, հիշեք դա։